Դերասանուհի Էվելինա Շահիրյանը իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ինքն ու որդին Դանիելը ստիպված են եղել հունիսի 1-ն անցկացնել հիվանդանոցում պայմանավորված սեզոնային վիրուսով։ Էվելինան գրել էր հետևյալը. «Դանիս, մաման ու պապան քեզ չկարողացան սեզոնային վիրուսներից պաշտպանել ու դու ստիպված հիվանդանոցում ես այս օրն անցկացնելու, բայց մենք քեզ խոստանում ենք, որ մյուս տարին դու հրաշալի օր ես անցկացնելու։ Միշտ առողջ եղեք, մեծերին կյանք տվող լույսեր», գրել էր Էվելինան ու ավելի ուշ հավելել, որ իրենք արդեն դուրս են գրվել, փոքրիկ Դանիելն էլ իրեն լավ է զգում։ Ինչպես Թարնյուզն արդեն տեղեկացրել է, շաբաթներ առաջ տեղի է ունեցել երգչուհի Հայկուհի Հարությունյանի հարսենյաց արարողությունը, որի մասին քննարկումները մինչ օրս չեն դադարում։ Հայկուհին պարբերաբար իր ընտանիքի մասնակցությամբ նոր լուսանկարներ է հրապարակում ու ցույց տալիս, թե ինչպես են անցկացնում հանգստյան օրերը։ Այս անգամ նա հրապարակել է ամուսնու հայրիկի հետ լուսանկար ու գրել. «Իմ սիրելիս կեսրայր», լուսանկարին կից գրել էր երգչուհին։ Իսկ մենք առանձնացրել ենք հարսանիքից մի քանի կադրեր, առաջարկում ենք ձեզ դիտել դրանք առանց մեկնաբանության։ Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է կրթական ոլորտին ու դպրոցներում տիրող իրավիճակին։ Նա հետաքրքրվել է նաև, թե ինչպես են իր հետևորդները գնահատում կրթական ոլորտը Հայաստանում։ Օրը սկսել ենք Միքայելին մանկապարտեզ տանելուց եւ եկել եմ ծնողական ժողովի։ Այսօր ունենք անհատական հանդիպումներ բոլոր ուսուցիչների հետ, տեսնենք թե ինչպես է ավարտում Անդրեան 4-րդ դասարանը եւ ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ 5-րդ դասարանից։ Ու ինձ նաև շատ հետաքրքիր էր, թե որ դպրոցներն են հաճախում ձեր երեխաները եւ որքանով եք գոհ։ Բլոգեր եւ դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որով իր հետևորդներին պատմել է ու ցույց է տվել իր գնումների մասին։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Unboxing. Եկեք սկսենք Չարլզից։ Առաջին տուփի մեջ մենք ունենք այսպիսի գեղեցիկ սանդալներ, իդեպ ես երջանիկ եմ, որ կարողացել եմ գտնել 5 համարը։ Երկրորդ տուփի մեջ մենք եւս սանդալներ ունենք, սիրահարվել եմ ուղղակի այս գույնի վրա, ու քանի որ ես պայուսակ չունեի, գնել ենք նաեւ պայուսակ։ Հեսա պայուսակներ դες ցույց տամ։ Ունենք այսպիսի պայուսակ, որը կհամադրենք սանդալների հետ։ Ասեմ, որ այստեղ կա շատ գեղեցիկ սպորտային կոմպլեկտ։ Մենք ունենք այսպիսի շալվար հետաքրքիր գծերով։ Ես անպայման կհագնեմ եւ ձեզ ցույց կտամ։
Եվ ունենք այսպիսի վերք։ Այստեղ եւս նույն գծերից կա։ Եվ գնել ենք այսպիսի տաբատ։ Ճիշտ ամենակ տաբատն է, բլուզ չկա, բայց կարծում եմ, որ ընթացքում արդեն ինչ-որ հետաքրքիր մի բան կգտնեն իր հետ։ Այստեղ մենք ունենք վերնաշապիկ։ Վերնաշապիկները երբեք շատ չեն լինում։ Տարբեր գույների, տարբեր չափսերի, տարբեր ձևերի։ Եվ վերջում ես ցույց կտամ այս հրաշքին։ Կտորը շատ լավն է, իսկապես շատ հաճելի է, ամբրանը հաստատ շոկ չի լինի եւ գույներ։ Շատ սիրուն է, sense գույնի ես եթե չեմ սխալվում, ոչինչ չունեմ իմ զգեստապահարանում։ Դե իսկ դերասանուհի Սոֆիա Պողոսյանն իր հետևորդների համար գաղտնիք է բացել, պատմելով այն մասին, որ ինքն արհեստական կերպով երկարացնում էր իր վարսերը դեռ երկար տարիներ շարունակ, իսկ այժմ հրաժարվել է այդ միջամտությունից։ Հոլովակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Չեք հավատա, բայց ես 10 տարուց ավել մազերս անում էի արհեստական նարաշվինյա երկարացում ու չգիտես ինչի իմ գլխում կար մի ստերեոտիպ, որ ես չեմ կարող լինել առանց երկար փարթամ բլոնդ վարսերի ու չգիտեմ վերջերս ինչ կատարվեց ինձ հետ, բայց հասկացա, որ այլևս չեմ ուզում այդ անհարմարությունը իմ գլխի վրա տանել ու վերջապես այդ գիտակցումը եկավ, որ բոլորովին գեղեցկությունը կապ չունի մազերի երկարության հետ ու առհասարակ կապ չունի իրականում արտաքին տվյալների հետ ու անկեղծ եմ ասում, չգիտեմ ես ինչի էի ինձ այդքան տարի տանջում դրանով, հատկապես որ դա ինձ համար սարսափելի անհարմար էր։ Շատ կուզենայի ունենալ երկար, խնամված, առողջ, բնական վարսեր եւ բնականաբար չէի անի այդ չարաբաստիկ նարաշվինյան, եթե իմ վարսերը վնասված չլինեին, բայց իրականում ցանկացած միջամտություն էլ ավելի էր վնասում իմ վարսերը ու դրա հետևանքով տարիներ անց ես ունեմ այն ինչ ունեմ, այսինքն ես ստիպված եմ կտրել կառե ու հիմա ես եւ իմ վարսահարդար Լուսինեն փորձում ենք վերջապես առողջացնել եւ գեղեցիկ առողջ տեսքի բերել իմ վարսերը ու խոստացել եմ, որ էլ ոչ մի արհեստական միջամտություն չեմ անելու, բացի ներկելուց իհարկե, եւ մենք կարճ ժամանակում արդեն կունենանք առողջ գեղեցիկ մազեր։